Ներ երկի խումբն է Գոհար Հարությունյանի գլխավորությամբ։ Խմբի անդամներից շատերը կյանքի 7-րդ, 8-րդ ու նույնիսկ 9-րդ տասնամյակում են բացահայտել, որ երգել գիտեն։ Առաքելություն Հայաստան կազմակերպության Շենգավիթի ցերեկային խնամքի կենտրոնի շահառուները սրտի թրթիրով են սպասում երեքշաբթիներին, երբ գալիս է խմբի ղեկավար Գոհարն ու երգով իրենց հետ տանում երիտասարդ տարիներ։ Այսպես երգի առաջին հնչյունների հետ 86-ամյա Թերեզա տատի թևերն են նազանքով բարձրանում, հետո ոտքի է կանգնում ու վերհիշում հեզաճկուն Նաիրուհու շարժումները։ Իդեպ ասում են Թերեզա տատիկին տնային խնամքի էին ուղեկրել, մինչև որ առաջին անգամ կենտրոն եկավ։ Այստեղ սկսեց երգել, հետո պարել ու հասցրեց անգամ սոցցանցերի աստղ դառնալ։ Խմբի ղեկավար Գոհարը պարզապես մի անգամ նկարահանել է Թերեզա տատի պարը, հրապարակել իր էջում ու ժամերի ընթացքում տեսանյութը տարածվել է։ Թերեզա տատիկն ասում է հիմա իրեն գրեթե ամենուր ճանաչում են որպես Facebook-ի լավ պարող տատիկ։ Գոհարներ խումբն արդեն 3 տարի է ինչ կա։ Մասնագիտությամբ քիմիկոս Գոհար Հարությունյանը պրոֆեսիոնալ երաժիշտ չէ, բայց ամբողջ կյանքում սիրել է նվագել եւ երգել։ Հոգու կանչով կամավոր այցելում էր Հայաստանի տարբեր մարզերի, տարեցների եւ երեխաների խնամքի կենտրոններ։ Նրանց օրը տոն դարձնում։ Մի օր էլ առաջարկ ստացավ երգի խումբ ստեղծել ու ղեկավարել այն։ Որ ես իրենց հիշում եմ սկզբում, ամեն մեկը իրեն դնում էր, որ ծերա, հիվանդա, կյանքը վերջացել է, արդեն մայրամուտ է։ Հենց որ ասում եմ, մի հատ հիշեք ձեր երիտասարդ տարիների երգերը, մի հատ հիշեք, ու սկսում եմ, ասենք, ես գիտեմ ինչն են իրենք սիրում, ու սկսում են երգել, մեկի գույնը փոխվում է, զգում ես, որ արդեն աչքերի վրա փայլ է գալիս, ու այդպես աստիճանաբար արդեն սպասում են հաջորդ երգի դասին։